Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերը շարունակում են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի էջերին սպանվել է Թեհրանի ուղղությամբ իրականացված օդային հարձակումներից մեկի հետևանքով, հայտնում են ԶԼՄ-ները։ Բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունից զատ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանում բալիստիկ հրթիռների խոշոր ստորգետնյա պահեստային համալիրին հասցված հարվածի մասին։ Իրանի Իսպահանում ականատեսները նկարահանել են հզոր պայթյուններ և հրդեհներ ամերիկյան հարձակման հետևանքով։ ԱՄՆ տվյալներով այնտեղ գտնում է իրանական խոշոր ավիաբազա և այլ ռազմական օբյեկտներ, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտներից մեկը։ Նույն տեսանյութը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է իր սոցիալական հարթակի էջում։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան B1 և B2 ռմբակոծիչները հարվածել են բալիստիկ հրթիռների պահեստին։ ԱՄՆ-ն պնդում է, որ այնտեղ պահվում է բարձր հարստացված ուրանի հիմնական մասը և որ դա Իրանի ստորգետնյա հրթիռային քաղաքներից մեկն է։ Միևնույն ժամանակ Քուվեյթից են հրթիռներ արձակվել Իրանի ուղղությամբ։ Իրանն իր հերթին նոր արձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ, կան ավերածություններ և զոհեր։ Միաժամանակ իրանական զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի Էլ-Հարջեհ ամերիկյան ռազմաբազայի վրա, հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Լիբանանյան Հեզբոլլահը իր հերթին ավելի քան 20 րոպեանոց հրթիռային կրակայարդ է ուղղել Իսրայելի հյուսային շրջանների ուղղությամբ։ Ռմբակոծությանը պատասխան հարվածներով արձագանքել է իսրայելական կողմը։ Էրբիլում նույնպես պայթյուններ են որոտացել։ Sky News-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր է ուղևորվում դեպի Մերձավոր Արևելք։ Իրաքի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է Բաղդադում անհայտ անձանց կողմից ամերիկացի լրագրող Շելի Քիթելսոնի առևանգման մասին։ Հետապնդման ընթացքում ձերբակալվել է 1 կասկածյալ, մյուսների որոնումները շարունակվում են։ Այս համատեքստում հակամարտող կողմերի առաջնորդները հանդես են եկել տարբեր և սուր հայտարարություններով։ Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ իր գործողությունները կավարտի 2-3 շաբաթվա ընթացքում։ Վաշինգտոնը չի մասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանը, ասել է Թրամփը։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ թույլ չի տա Իրանը կրկին ունենա միջուկային զենք։ Իրենց հերթին Չինաստանն ու Պակիստանը ներկայացրել են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 5 կետանոց ծրագիր։ Առաջարկությունները ներառում են անապահ հրադադար, խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ, ոչ ռազմական կառույցների անվտանգության ապահովում, Հորմուզի նեղուցով նավարկության ազատության երաշխավորում, ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության պահպանում։ Սպիտակ տան ներկայացուցիչն էլ Ալ Ջազիրային հայտնել է, որ Իրանը բանակցությունների արդյունքում հանձնառու է համաձայնության հասնելու։ Մինչդեռ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի արձագանքել ԱՄՆ 15 առաջարկից որևէ մեկին և չի ներկայացրել այլ առաջարկ կամ նախապայման։ Չնայած Արաղչիի նման հայտարարությանը, Թրամփը Աքսիոսի թղթակից Բարակ Ռավիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Երբ Թրամփին ուղղակիորեն հարցրել են պակիստանա-չինական նախաձեռնության մասին, նա չի քննադատել այն, այլ պարզապես կրկնել է, որ դիվանագիտական գործընթացը լավ է ընթանում։ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակով պայմանավորված Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ։ Նրանք մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակական վատթարացման վերաբերյալ և ընդգծել են ռազմական գործողությունների արագ դադարեցման կարևորությունը։ Չնայած անընդմեջ ռմբակոծվող Իրանի, այդ երկրի նախագահը Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ միացել է Թեհրանում Իսլամական Հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններին։ Պատժամիջոցների մասին հայտարարություններ նույնպես եղել են։ Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել Արաբական Միացյալ Էմիրություններով։